Բարի լույս, կներեք, բարի լույս աշխարհասփյուր հայությանը, լավ լուր ունեմ Հայաստանում ապրող երիտասարդ ընտանիքների համար, ընդհանրապես ովքեր որ ցանկություն են տուն կառուցելու, շատ լավ լուր է, սրա մասին ես առավոտ շուտ լսեցի, երեկ են երևի հրապարակել, արդեն շատ դիտումներ ա հավաքել այս տեսանյութը, ուզում եմ որ իմ հետևորդներն էլ լսեն, ովքեր որ չեն լսել հանրայինից, ովքեր որ չեն լսել այլ տեղերից, թող իմ եթերում էլ լսեն, որտեվ այս լուրը, սա հրաշալի լուր է, սա վերջին երևի, չգիտեմ քանի տարում հայամետ օրենքներից մեկն է, որ հայամետ է, որ սա Եվրոպայից են վերցնում, Ամերիկայից են վերցնում, առանց հաշվարկել, որ մենք այլ աշխարհագրական դիրք ունենք, այլ մենթալիտետ ունենք, մեր խնդիրները այլ բնույթի է, այս մի խնդրը հենց նայել են կոնկրետ տեսել հայ ժողովուրդը, Հայաստանում ապրող քաղաքացիների, ինչպիսի մեծ խնդրի են առնչվում տուն կառուցելու համար, եւ որոշել են, որ այսպիսի լավ օրենք հանեն։ Էսա միացնեմ լսեք, բայց ուզում եմ սեմի թեթև հիշեցնել էլ, որ հնարավոր է նաեւ, որ իմ բողոքի ձայնն է հասել տեղ։ Էսա մի ամիսա, մի քիչ ավել ես այս թեմաների մասին մի 3 անգամ երևի բարձրաձայնել եմ։ Հիշում եք, չէ՞ որ Ռուսաստանաբնակ մի հայրենակից ուզում էր Հայաստանում տուն առնել եւ խնդրեմ է ստեղծել։ Սրա մասին բարձրաձայնել եմ, միտեղ սկսել են քարկոծել այդ տղուն, որ խի է տենց բան ասում, տենց բան չկա, մի մասն ասում է այո կա։ Եվ վերջը քաղաքաշինության նախարարությունը նստել է, մտածել է այս ուղղությամբ, որ կարելի է փոփոխություններ արած, կարելի է այնպես արած, որպես ժողովուրդը այս ծրագրերից օգտվեն։ Ժողովուրդը եթե ուզում են իրանք տներ կառուցեն, որպեսզի խնդիրներ չստեղծվի իրանց արհեստական։ Եվ ուզում եմ ասեմ, երբ որ ես ինչ որ խնդիր եմ բարձրաձայնում, ես ձեզ ասել եմ, լավ կանեն, լավը կասեմ, վատ կանեն, վատն էլ կասեմ, ես կաշկանդված չեմ։ Դուք էլ պետք է ուրախ ելնեք դրա համար, որ ես կաշկանդվածություն չունեմ, իմ վրա սանձեր չկա, ես չեն կարա կառավարեն ասեն, անմենակ դու լավ լուրերը ասա, վատը չասես, թող վատը թաքուն մնա, չիմանա ժողովուրդը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ ավելի շատ ջան, դուք ուրախ եղեք, որ ձեր դեմը նստած բլոգերը հանրային գործիչը երկրում խնդիրների մասին կարողանում է արխային հանգիստ բարձրաձայնի։ Դուք այն ժամանակ կտխրեք, այն ժամանակ, որ ես ձեզ կասեմ մինակ սրտի հաճո լուրեր, կասեմ այնպիսի բաներ, որ իշխանության օրինակ մենակ լավն է, այդ ժամանակ դուք վախեցեք, բայց վախ ինչի մեջ է, որ մենք կմոլորեցնենք մեր իշխանություններին, որ մենք կգովաբանենք, իսկ գովաբանված, ոգևորված էյֆորիայի մեջ իշխանությունը բազմաթիվ սխալներ թույլ կտա, ու մենք ծափ կտանք, տեսեք, ասում եմ, իշխանամետ մարդիկ կան, որ սկսում են իշխանության մի հատ սխալը պաշտպանել, լավ արել։ Մի ամիս հետո իշխանությունը իր սխալը վերանայում է, շո, իրանք լարվում են, չկան այդ բլոգերները չկան։ Իշխանությունը ախր ուրախաց է, որ իրան կողքից ասել են, ինչ բանը ծուռա, լավ չես անում։ Բայց իրանց երկրպագող բլոգեր, չգիտեմ, էլի տենց այնա թևեր կան, հատուկ որ պաշտպանություն են կազմում, վահան են դառնում, ամիջապես հերնում իշխանության կատարած սխալը կամ որևէ նախարարության կողմից թույլ տված սխալը սկսում են պաշտպանելը։ Շտապ պաշտպանություն են կազմում։ Իսկ ես այդ ընթացքում ոչ թե պաշտպանում եմ կամ հալածում եմ, այլ բարձրաձայնում եմ, ասում եմ, այսպիսի այս հարցը տարօրինակ է, այս որոշումը խնդրահարույց է։ Ու անցնում է մի ամիսա, 2 ամիսա, 10 օր է, տվյալ նախարարությունը վերանայում է իր ընդունած օրենքը, ընդունում է վերանայում եւ փոխում է այնպես, ինչպես որ օրինակ իմ ասածի դրամաբանության մեջ տեղավորվում է։ Այդ ընթացքում ես չգիտեմ, բա նրանք ինչ են մտածում, այն որ շուտ արան վահան դարձան, մտան ասպարեզ, սկսեցին պաշտպանել։ Հետո ինչ են մտածում, օրինակ իմ մասին, իմ նման մարդկանց մասին, ովքեր որ երկրում խնդիր են բարձրաձայնում։ Ժողովուրդ, ես չպետք է երևի ամեն անգամ եթեր անելուց առաջ ասեմ սիրելի հայրենակիցներ, ես ոչ մի կուսակցությունում չկամ, այդ թվում եւ իշխանության։ Ես մտածում եմ պետության մասին, ես պետականամետ մտածելակերպ ունեմ, իսկ իշխանության հանդեպ միշտ էլ եղել եմ հարգալից, ընդդիմության հանդեպ էլ քննադատություններս լիքն է, ես ընդհանրապես չեմ ընդունում իրանց որպես ընդդիմություն, բայց եւ ես թույլ չեմ տա, որ ընդդիմության հանդեպ ինչ որ անհարգալից արտահայտություններ անեմ,
եւ վիրավորեմ, զրպարտեմ կամ ինչ որ հայհոյանքներ ու վատ խոսքեր ասեմ։ Այնպես որ ովքեր ինչ շուտվանի շանաչում են գիտեն, որ իմ գործունեությունը միայն ու միայն եղել է պետականամետ եւ իմ գործունեությունը միայն ու միայն եղել է հարգալից եւ ամեն ինչը կոռեկտության սահմանների ներսում։ Դե լավ, շատ չի երկարացնեմ, բոլորդ այս նորությունը երևի լսել եք, բոլորը չի, շատերը լսած կլինեն, կուզենայի որ իմ հետևորդներն էլ լսեն, ուրախանան, որտեղ այսօր Հայաստանում ես կարևոր եմ համարում ամուսնությունները ամենագլխավոր խնդիրն է ընտանիքներ կազմել, երեխաներ ունենալ, իսկ երեխաներ ունենալ ընտանիք ունենալ տուն պետք է լինի, իսկ տան համար արդեն քաղաքաշինությունը լավ օրենք է ընդունել։ Խնդրեմ լսեք։ Ընտանիքի համար ոչ մեծ առանձնատուն կառուցողների գործը կհեշտանա։ Նկուղը չհաշված վերգետնյա 2 հարկով մինչև 300 քառակուսի մետր մակերեսով շինարարության համար թույլտվություններ ստանալու ժամկետն ու փաստաթղթերը պակասեցրել են, գործընթացը պարզեցրել, մարդկանց տեղեկացնում են քաղաքաշինության կոմիտեից։ Նպատակը մարզերի եւ Երևանի բնակչությանը հնարավորություն տալն է իրենց տնամերձ հողամասի վրա սեփական անկյուն հիմնելը։ Վարպետների ասած քարը քարին դնելու համար այլևս կարիք չի լինի պետական տարբեր դռներ թակել։ Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ բավական է անձը հայտ ներկայացնի համայնքի ղեկավարին։ Դիմողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու համար պաշտոնյան 7 օր ունի։ Նորամուծություններն է ներկայացնում քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։ Տվյալ ժամկետը սպառվելուց հետո, անկախ այն բանից համայնքի ղեկավարը դրանք տրամադրում է իր ստորագրությամբ, թե չի տրամադրում, դրանք ժամկետը սպառվելուց հետո գեներացվում են ինքնաշխատ եղանակով։ Օրենքը համայնքապետի վրա է դրել նաև գազ, ջուր, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններից անհրաժեշտ միացումները ստանալու գործը։ Այդ գլխացավանքից բնակչին ազատում են երկրի գրեթե բոլոր բնակավայրերի համար քաղշինի մշակած, գոտևորման, հակահրդեհային եւ տարբեր այլ նորմեր ներառող միկրոռեգիոնալ եւ գլխավոր հատակագծերը։ Դրանք արդեն իսկ երաշխավորում են միացումների տեխնիկական պայմաններն, այնպես որ բնակիչը սպասելու կարիք չունի, կարող է միանգամից սկսել հողային աշխատանքը։ Այս կարգավորումներով դրանք խոչընդոտ չեն հանդիսանում, որպեսզի կառուցապատողը բնակիչը քաղաքացին իր աշխատանքները մեկնարկի։ Դա գնում է արդեն զուգահեռ նախկինում նա մինչև չստանար այդ բոլոր տվյալները չէր կարող առաջադրանքը լրացված համարվել։ Մյուս պարզեցումները։ Նախագծի փորձաքննության պահանջը փոխարինվել է այն մշակող արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։ Շինարարությունը վերջացնեն ավարտական ակտը եւս ծրագիրն ինքնաշխատ է գեներացնելու թվարկում է Նունե Պետրոսյանը։ Ընդգծում տվյալ փոփոխությունները նախատեսված չեն ձեռնարկատիրական բիզնես շինարարության համար։ Պարզեցումից կարող են օգտվել միայն ընտանիքի համար տուն կառուցողները, եթե հողամասը ոչ գյուղատնտեսական, այլ հենց բնակելի նշանակության է։ Քանի որ թղթային ոչ մի գործընթաց կոմիտեն արդեն չունի, նոր կարգավորումների կիրառումն ապահովելու նպատակով սկսել են դրանք իրենց էլեկտրոնային հարթակ բեռնել։ Որոշման նախագիծը հաստատվել է, որը թվային հարթակում կիրառելու համար կգործի հունիսի 1-ից։ Կառուցապատման պարզեցված թույլտվություններից օգտվել բնակիչները կկարողանան Urban Permits Igov հարթակում։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։ Այս նորության մեջ լիքը ողջունելի կարևոր դետալներ է պարունակում։ Ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում ինչքան կարևոր դետալներ կա այստեղ։ Այն օրը ես մի 10 օր առաջ էր երևի, չէ, ես որ ցույց տվեցի մեր փողոցը, որ այս փողոցի վրա գտնվում է մոտորապես 30 տնամերձ, այսինքն կարող է 50 տարվա մեջ այդ 30 տնամերձը տներ կառուցվի, 30 ընտանիք ստե ապրի։ Իսկ ջրի հարցը, գազ չկա գցած ընդհանրապես, պետք է գազը միջի փողոցի վերջ այդ հողովակը անցնի, ջուրը պետք է հողի տակով հաստ մագիստրալով միջի վերջ գնա, տուն չկա, ստե փակեք, զագլոշկա դրեք, փական, հայերեն, փական դրեք, մարդիկ երբ տուն կսարքեն, այդ գլխավոր մեծ հողովակից ջուրը քաշեք այդ մարդու տուն եւ տվեք այդ 3 մետր, 4-5 մետր, վերցրեք այդքան այդ 4-5 մետրի փողը։ Ես սրա մասին 10 օր առաջ, 12 օր առաջ տեսանյութ եմ նկարահանել, ցույց տվել։ Կարծում եմ, որ էս էլ է եղել իրանց այս որոշումների մեջ քննարկման թեմա։ Իրանք դա էլ են քննարկել, որ ինչու պետք է 30 տնամերձի համար 30 անգամ էքսկավատոր բերեն փորեն, ամեն փորելուց էլ վնասեն հողովակաշարը,
ամեն էքսկավատոր բերելուց ծախսեր անեն, ամեն էքսկավատորը քանդելուց եթե ասֆալտը քանդեն ավիրեն, պետության ներդրումը, պետության ֆինանսները փչացնեն, բյուջեին վնասան, ցել բռնել են որ այս մարդը ճիշտ է բարձրաձայնում, հավանաբար կարող է իմ նման շատ մարդիկ նույնիսկ գրավոր դիմում են ուղարկել քաղաքաշինության նախարարություն եւ քաղաքաշինության նախարարությունը վերջի եկել է այդ համոզման, որ սա ճիշտ տարբերակ է, պետքա փողոցը ամբողջությամբ գազա, ջուրա, լույսա գծվի, այնուհետև պետքա տուն տանող այդ հատվածը այդքան ընդհանրեն մարդիկ իրանց գրպանից գումար տան, թե չէ այս փողոցի ամենավերջին մարդը ապրող ամենաշատն է տուժվում, այս փողոցի առաջի տունը շատ քիչ է տուժվում համեմատած վերջին, բա որտեղ մնաց սոցիալական հավասարությունն ու արդարությունը։ Վերջապես ես նորից եմ ասում, այս օրենքը սրան նման օրենք երևի այս 8 տարվա մեջ հայամետ օրենք չի եղել։ Ես չեմ ասում ամենից լավ օրենքն է։ Սա ամենահայամետ օրենքն է, որտեղ Հայաստանում սովորական քաղաքացիները պրոբլեմ ունեն տուն կառուցելու, պրոբլեմ ունեն այսինքն ջրի, գազի, լույսի հարցերում։ Եվ այս պրոբլեմները իրանց ստիպում է, որ իրանք տեղները նստեն չկարենան տուն կառուցեն, իրանց տեղները նստեն գնան ուրիշ տեղ վարձով ապրեն ավելի հանգիստակ, քան թե այսքան պրոբլեմների մեջ մտնեն։ Հիմա անխոչնդոտ այս պրոբլեմները լուծվում է։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ովքեր որ նախկինում զզվել եք, հոգնել եք, հիասթափվել եք եւ շպրտել եք այդ փաստաթղթերը, որ էլ տուն չեմ կառուցում, ջուրը չեմ քաշում, էսեն հունիսի 1-ից այս օրենքը արդեն գործելու է, ոնց հասկացանք հունիսի 1-ից հա չի ասել։ Եվ խնդրում եմ դուք էլ մի հիասթափվեք, օգտվեք։ Հանրային գործի այս մասով եմ ես օրինակ համարում իր գործունեությունը կարևոր, որ այն զրույցները, այն բողոքները, այն անհանգստությունները, որ ժողովուրդը շշուկով է խոսում, պատերի տակ է խոսում, կամ բարեկամների, ընկերների շրջապատում է խոսում, հանրային գործիչը այդ նույն զրույցը հրապարակային է անում, որ ամեն քաղաքում, ամեն բնակավայրում, գյուղում, քաղաքում հետևեն լսեն, տակը ստորագրեն, ստորագրությունը դա մեկնաբանությունն է, որ գրում է ճիշտ է ասում տվյալ այդ հանրային գործիչը, կամ ասում է սուտ է ասում, կամ սխալ է ասում։ Տեսակ բազմաթիվ մարդիկ էլ այդ տեսանյութի տակ ստորագրեցին, որ Գևորգ ճիշտ խնդիր է բարձրաձայնում, մենք էլ ենք դժվար, երեխաս ամուսնացել է չի կարում այդ տան հարցերը լուծի, հողը առել է մնացել հողի մեջտեղը նստած, այսպիսի պրոբլեմներ ինձ անձնապես գրել էին, եւ ես որ բարձրաձայնեցի, մի հատվածի իշխանամետ հատվածի մոտ իմացան թե իշխանության հետ մենք ճշնամացել ենք եւ իշխանության ուզում ենք կլաուզա անենք, բայց չէ իշխանությանը դիմում եք որ այսպիսի կարեւոր լրջագույն խնդիր կա եւ այս խնդրին դուք անդրադարձ եք, խնդրին ճիշտ որոշում, ճիշտ գնահատական տվեք եւ նոր լավ որոշում կայացրեք։ Եվ խնդրեմ, այս հարցում իշխանությունը լավ որոշում կայացրեց։ Հուսով եմ մնացած հարցերն էլ, երբ որ ես բարձրաձայնում եմ հանրային կերպով, իշխանությունները ունեն իրանց մեր նման հասարակ բլոգերներ կամ հանրային գործիչներ, ովքեր որ ամենայն ուշադրությամբ հետևում են ինչ է կատարվում հանրության շրջանում եւ հանրության խնդիրները բարձրաձայնող մարդկանց խոսքին հարգալից եւ հետեւողական է լինում։ Այսինքն ես չեմ ասեմ, որ պարոն Փաշինյանը պետք է նստի մեր էֆիրները նայի, կամ նախարարները պետք է նստեն մեր էֆիրները նայեն, բայց պետք է իրանց նախարարությունները ունենան հատուկ մարդիկ, ովքեր որ պետք է ուշադրություն դարձնեն, գոնե ինպես հանրային գործիչներ, բլոգերների գործունեության վրա։ Ես չեմ ասում, դրանք TikTok-ի են ախմաղությունները, սա նայեն։ Դրանց թող նայի ԱԱՑ-ն, դրանց թող նայի ներքին գործերի նախարարությունը։ Իսկ մեր գործերին պետք է նայի այսպիսի քաղաքաշինություն, կադաստրային, հարկային, չգիտեմ, սոցիալ եւ մնացած այլ նախարարությունները, որոնք պետք է տեղեկացված լինեն հանրային խնդիրներից եւ քաղաքացիներին փորձեն օգտեն իրանց խնդիրներին լուծում տան։ Սա շատ կարեւոր խնդիր էր, սա շատ կարեւոր խնդրի լուծում էր։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել հատուկ քաղաքաշինության նախարարությանը, հատուկ այն մարդկանց, ովքեր որ աչալուրջ եղան մեր բարձրացրած խնդիրների համար։ Այդ տեսանյութը չգիտեմ քանի 100,000 դիտում է հավաքել, երբ որ Ռուսաստանի քաղաքացին եկել այստեղ տուներ ուզում առնել, խնդիր են սարքել։ Այդ պրոբլեմի հետ զուգահեռ եւ ես լույսի, ջրի հարցը բարձրաձայնեցի իմ փողոցի, որ ինքս ես մինչեւ հիմա ջուրս չեմ քաշել։ Հուսով եմ իմիջիալոց
այս տեսանյութով արձագանք են եւ իմ ջրի հարցն էլ հեշտ ու հանգիստ կլուծեն ոչ թե չգիտեմ 600-700 մինչեւ այդ 2 միլիոնից ավել են խոսում ալ կգան կասեն ան 140,000 դրամը արի մցրու 130,000-ը մցրու գլխավոր խողովակից քո 5 մետրը քաշեն քո ջրի բանը ջրի փոսը Այնպես որ ժողովուրդ ջան, երբ որ ես նույնիսկ անձնական խնդրեմ եմ ունենում պետության ինչ որ պետական ինչ որ մարմինների հետ բարձրաձայնում եմ, գլխավոր նպատակն է ոչ թե անձնական իմ հարցը լուծեն, այլ գլխավոր նպատակն է, որ այդ խնդիրը վերացնեն, որ այդ խնդիրը լուծեն, այդ խնդրեմը վերացնեն։ Ու մեկ-մեկ է ստացվում է։ Մեծ շնորհակալություններ քաղաքաշինության նախարարությանը, մեծ շնորհակալություն կառավարությանը Մեծ շնորհակալություն եմ մարդկանց ովքեր որ ինձ հետևում են ովքեր որ լայքում կիսվում մեկնաբանություններ են գրում իրանց գնահատականները տալիս տվյալ թեմայի շուրջ շատ շնորհակալ եմ բոլորից հետ երեկ էլ ասել եմ իշխանությունը թող լավ բաներ անի լավ բաներն եմ ասելու ընդդիմությունը թող նախանձում նայի որ իրանց լավ բաների մասին խոսում եմ այ որ վատ բաներ անեն վատ բաներն եմ ասնելու թող իրանք մտածեն վատ բան չանեն միշտ լավ անեն ես էլ լավը տենամ լավը ասեմ Այսքանը լավ մնացեք բոլորիդ լավ տրամադրություն Աստված տա Հայաստանի բոլոր բնակավայրերը շենանան բոլորի տները օջախները շենանան Օրեցօր սնկի նման աճ այնքան տներ Հայաստանի Հանրապետության տարածքում որ բնակչությունը գա 5 միլիոնից անցնի ու Հայաստանը դառնա ռեգիոնի ամենահզոր պետությունը լավ մնացեք բոլորիդ լավոր